Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր դեկտեմբերի 3։ Ակնթարթի սերունդ։ Շատ քրիստոնյաներ պարբերաբար կարդում են Աստվածաշունչը, քանի որ հավատում են, որ այն Աստծո կենդանի հայտնված խոսքն է իրենց կյանքի համար։ Սուրբ գրքի էջերում նրանք բազմիցս կարդում են, որ Աստված անընդհատ խոսել է իր ժողովրդի հետ, անընդհատ կրկնելով այս արտահայտությունը. «Եվ Աստված ասաց»։ Այնուամենայնիվ, այս քրիստոնյաներից շատերն ապրում են այնպես, կարծես Աստված այսօր չի խոսում իր ժողովրդի հետ։ Հավատացյալների մի ամբողջ սերունդ նույնիսկ հասել է այն կետին, որ որոշումներ է կայացնում առանց աղոթելու կամ Աստծո խոսքին դիմելու։ Շատերը պարզապես որոշում են կայացնում, թե ինչ են ուզում անել, և ապա խնդրում են Աստծուն հաստատել դա։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը հայտնի է որպես ակնթարթի սերունդ։ Մարդիկ կարևոր որոշումներ են կայացնում ակնթարթորեն։ Այս թեմայով գրել է Մալքոմ Գլադվելի «Մտածելու զորությունը առանց մտածելու» գիրքը։ Իմաստն այսպիսին է. վստահեք ձեր բնազդներին, ակնթարթային որոշումները հաճախ լավագույնն են։ Այս մտածելակերպը սկսեց վարակել նաև եկեղեցին, ազդելով ոչ միայն ակնթարթային քրիստոնյաների, այլև ակնթարթային հոգևորականների որոշումների վրա։ Տասնյակ շփոթված եկեղեցիների անդամներ մեզ գրեցին նույն պատմությունը։ Մեր հովիվը վերադարձավ եկեղեցու աճի համաժողովից և անմիջապես հայտարարեց. «Ամեն ինչ փոխվում է այսօրվանից սկսած»։ Նա որոշեց, որ մենք մեկ գիշերվա ընթացքում կդառնանք ամենահայտնի թրենդային եկեղեցիներից մեկը։ Նա նույնիսկ չխնդրեց մեզ աղոթել դրա համար։ Ընդամենը մի քանի տարի առաջ քրիստոնյաների կարգախոսն էր. աղոթել եք այդ մասին, խնդրել եք Աստծո առաջնորդությունը։ Իսկ դուք, սիրելիներ, վերջի օրերում քանի կարևոր որոշում եք կայացրել մի ակնթարթում։ Աստված ցանկանում է լիակատար վերահսկողություն ունենալ մեր կյանքի վրա, մեզ փրկելու այն աղետներից, որոնք հանգեցնում են մեր ակնթարթային որոշումների մեծ մասը։